Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսքանի օրա իրար հետ միասին սուրճ չենք խմում, որոշեցի այսօր սուրճ տնեմ, սուրճ խմենք իրար հետ, դե հիմա ովքեր թեյ են ուզում խմել, ովքեր սուրճ են ուզում, դե դրեք, որ միասին խմենք, ես առավոտը շուտ մի թեյ եմ խմել, անցավ մի ժամ, ասեցի և սուրճ էլ խմենք, որ ասեմ երեք չեմ էլ հասցրել ես սուրճ խմեմ, պատրաստել էի ես խմորեղենից, սրանցից էի պատրաստել, դրա հոլովակը հլա չեմ դրել, կդնեմ կնայեք ինչ համով խմորեղեն աստացվել, դե ժամանակ չեմ ունեցել, հիմա այսօր որոշեցի անպայման խմեմ, որովհետև մտքիս մեջ կներեմ, որ ես սուրճ չեմ խմել։ Ոնց որ մեծ հանցագործություն եմ արել, ես սուրճ չեմ խմել և մնացել է էդի իմ մեջ, ոնց որ մի ինչ-որ բան չեմ կատարել։ Քիչ էր մնում իրիկունը դնեի, բայց իրիկուն ժամին որ դնեի, արդեն գիշերը չէի քնի։ Երևեսի լավ կրնես չալ։ Սրանք էլ տնենք իրան տեղը։ Մեր ես թխած համով խմորեղենից էլ տնենք ափսեի մեջ։ Այս տաներկեն լիքն ա եղել, դե երեք որ գործից եկել են տան անդամները, հյուրասիրվել են, մնացել է այսքանը։ Ծածկենք, որ չորանը։ Ձերս լվանա։ Սկուշելն է չթափվի, սրճիս ընկերուհին էլ զբաղված է, որ ինքը կանչեր ինձ կամ ես կանչեի, գար ընկերություն անեի, որ խմեիք, մտածել, որ մենակ էի մնացել էր ոնց որ չուզենայի, բայց էդի մնաց մտքիս մեջ։ Սեղանենք խմենք, հետևորդներ ջան, անես տնեմ, որ հարմարվենք, ոյ, սերներ խմորեղենը, մի քիչ ցածրացնեմ, հիմա լավ է։ Ես սկսեցինք խմելը սիրելի հետևորդներ, տեսնեմ քանի հոգի եք ինձ հետ սուրճ խմելու։
ուղղեցի, որ լավ տեսնենք իրար։ Սիրելի հետևորդներ ջան, երևի այնքան ժամանակ չեմ ունեցել, որ շնորհակալություն չեմ հայտնել ձեր գեղեցիկ խոսքերի, ձեր լավ մեկնաբանությունների համար, սիրելիներս, բոլորիցս շատ շնորհակալ եմ ես։ Սիրելի հետևորդներ ջան, անունով չեմ ուզում ասեմ, բայց որ YouTube-ը անուններ ա դրանցում, ես ասում եմ ոչ բոլորդ, բայց մարդկա ոնց որ բողոք է, էլի ասել այդքան ժամանակ ես միշտ ուշադիր նայում եմ, կոմենտ եմ գրում, սրտիկ եմ դնում, իմ անունը չի ասում։ Այս կետով որ ինձ հարցրել էր մեկնաբանությունում, իրան ճիշտ անունը չկա գրված, լոպոս ա գրած, ինչ մի տեսակ մի բան ա գրած մելը, որ իրան չեմ էլ կարող դիմեմ, ինչպես դիմեմ, Ազիզ ջան, եթե դու ինձ լսում ես, քո անունը չկա, չգիտեմ, լոպոս էր, թե ինչ էր գրած այդ մելըդ, քո անունդ գրիր, որ ես անունով կարամ քո հետ քո մեկնաբանությանը պատասխանեմ, չնայած պատասխանել եմ, սիրելի հետևորդներ ջան, մի նեղվեք, մի նեղացեք, հիմա որ ասես ինքը ջոկումա լավերին ա գրում, չէ, կա տեղ, որ մեկ մեկնաբանություն ա գրել, մեկ սրտիկ ա դրել, նրա անունը գրել ա, երևի էդի հիմա չի էլ նայում կամ նայում ա, չգիտեմ, տենց ա, հիմա ասենք անունը որ գրում ա, նրանց ոչ մի բան էլ, ոչ պարգև ա դրում ա, ոչ մի բան անում, որ ասես նրան ասենք ցանկացան մեզ չէ, խնդրում եմ մի նեղվեք, ձեզ ոնց ասեմ, ձեզ գնահատական դնողը ես եմ, սիրելի հետևորդներ, որի համար էլ շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ, ձեր գեղեցիկ խոսքերի, մեկնաբանությունների, ամեն ինչի համար, սիրելիներս։ Եթե այդպես, դա մեր սուրճը խմենք, չհովանա։ Բայց սիրելի հետևորդներ, չմոռանամ ասեմ, որ ովքեր առաջին անգամ են դիտում, ովքեր չեն բաժանորդագրվել, հենց այնց դիտում ու անցնում, խնդրում եմ բաժանորդագրվել, սիրելիներս, կիսվել, մի մոռացեք զանգակ կոճակը, այնտեղ տակը քառակուսի մեկի մոտ սև ա, մեկի մոտ սպիտակ ա, մի հատ խփումը զանգը շարժվում ա, ձեզանից շատ ժամանակ չի խլում դրա համար, սիրելիներս։ Դել այդպես, դիմա մեր սուրճը խմենք, ոնց որ մեր տուն մարդ է կարող սպասնել։ Տղեներ եկել, խոսակցությունը լսեցի տենց։ Սիրելի հետևորդներ ջան, ձեզ շատ չզբաղեցնեմ, ձեզ սուրճը խմեք, ես էլ իմս կխմեմ, բայց չգիտեմ այսօր ինչ կպատրաստեմ, ինչ կորոշեմ, չգիտեմ, բայց հետո կմիանանք նոր, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ, վերջը տնից դուս եկա, չնայած այսօր էլ դուս եմ եկել, արև չկա, մի քիչ քամի, ցուրտ, մռայլ եղանակը, երևի անձրև ա ուզում կա։ Այ, մտա մեր հարևանուհու մոտ, մի քիչ ժամանակն անցավ, հա, տենց նկարահանում չարի, որովհետև մարդիկ չեն ուզում, չեն նկարահանի, մենք մեր վլոգն ենք անում, ովքեր ցանկանում են, ովքեր չեն ցանկանում, չենք նկարահանում։ Սիրելի հետևորդներ, հիմա մի տեղ եմ գնում, ինձ այն մյուս տեղից դուս եմ եկել, այնտեղից որ գնացի աշխատելու, շատ ծանր աշխատանք էր, չեմ թաքցնում, մաքրուհի ընդունվել,
բայց շատ մեծ տարածք էր, բայ, կյանքումս չէի տեսել, որ մաքրուհիները այդպես պետք է վազեն, մի 15 րոպե հազիվ ես նստում, 10 րոպե, ընել կգնանք, ասեն բանա, վեր կացեք, մի հավաքվեք, в общем, ես չկարացի, էդի իմ գործս չէր, իմ ոտերս շանջու էր տալիս, որ ես չդիմացա, կես մարդ էի դարել, ես արդեն քանի օր ամսի 5-ը, 6-ը, այսօր 11-ն է, համարյա մի շաբաթ որ դուրս եմ եկել, նոր այսօր մի քիչ լավ եմ զգում, հիմա այս մի խանութում կասիր են ուզում, կասիրությունը կամպյուտերային սիստեմա, ես ճիշտ է կասիր աշխատել եմ, մետրոյում աշխատել եմ կասիր, ասենք ձեռքով փողի հետ գործ ենք ունեցել, բայց կամպյուտերային սիստեմին ծանոթ չեմ։ Հիմա ես ասացի, որ ջահել լինեի, կգայի աշխատեի, ասացի տարբերություն արի, քո տեսքը տեղն է, իսկի չի երևում, որ դու տարիքով մեծ ես։ Հիմա ասма փորձանք չի բերում։ Գնամ տեսնեմ, պրակտիկան անցկացնեմ, եթե կտենամ, կարող եմ աշխատել, կարող եմ, եթե չէ, ով է ինձ ստիպում, չեմ աշխատի։ Հիմա ոտը գնում եմ այնտեղ սիրելի հետևորդներ, էլա մի քիչ հետո նորից կհանդիպենք, տենանք ինչ ասեցի։ Ուրեմն սիրելի հետևորդներ, մոտիկացա, ինչ որ մեկը պետք է գա, ես քանի օր ուշացա, դե որ Աստծո կողմից ելնեմ ես, որ պետք է աշխատեմ, կստացվի, որ չլինի, չեմ ստացվի։ Դե մեկը պետք է գա, տեսնենք, եթե չկա, կկանչեն, համարս գրել են իրանց մոտ, որ ասեցին անպայման կկանչենք։ Դե հիմա տեսնենք ո՞ց կլինի։ Ուրեմն հազիվ չի ասել, ես էլ անցնում էի, ճանապարհով, տեսա ձուկ են ծաղկում, ես էլ ման էի գալի, որ ձուկ առնեմ, մարինադ սարքեմ, հիմա ես ձուկը կտանեմ, սիրուն մարինադ կսարքեմ ձեր հետ միասին, սիրելի հետևորդներ, նորես ձուկն էլ վերցնենք, գնանք։ Այս տարիքում ճիշտ է ասենք, ես վլոգի աշխատանքը անում եմ, բայց սա քիչ է, դրա համար ուզում եմ, որ մի հատ ուրիշ կողքից աշխատանք է լինի, էլի, որ պարտադիր փող ստանաս, այս բանի աշխատանք, իրան աշխատավարձ շատ քիչ է, ամիս էլ կա չեն տալիս, օրինակ նոյեմբեր եմ ասում, դեկտեմբերն ու մարտ ամիսը չեն վարձատրել, կվարձատրի ապրիլին, այնքան քիչ է, որ գումարում է իրար, որ գոնե 2 ամիսի իրար հետ մի քիչ սովորականից ավել լինի, դրա համար ես այս աշխատանքն էլ անելու գումար ա պետք, որ ծախս անեմ, գումար ա պետք, դրա համար ուզում եմ միտեղ անպայման աշխատած լինեմ։ Սիրելի հետևորդներ, դեսրանով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ, որ միջև վերջ դիտեցիք իմ աշխատանքը, սիրելի իմ հոլովակը, սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, անպայման բաժանորդագրվեք, լայքեք, մի մոռացեք զանգակ կոճակը, սիրելիներս, շնորհակալություն եմ հայտնում ձեր բոլոր մեկնաբանությունների համար, ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսյուն ձեզ։